Հրավիրում եմ հարցազրույցի հայկական երազանք կուսակցության ղեկավարին Արմեն Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերս ընդունելու համար։ Նախ կուզեմ սկսենք հետևյալից, բանակի տոնն է, բայց մենք այս տարի բանակի տոնը տոնում ենք բոլորովին այլ իրողությունների մեջ, երբ Արցախն է հայաթափված, երբ Արցախի պաշտպանական բանակը ոչնչացված է, երբ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում, ինչու ոչ նաև Երևանյան բանտերում, կալանավորված գործիչներ ունենք, եւ այս ամբողջ իրողության ֆոնին ես ուզում եմ ձեր խոսքը լսել, ինչ տրամադրություններով եւ զգացողություններով եք դուք այսօր եկել Եռաբլուր եւ առհասարակ այսօրվա մեր հաղթական այս տոնը, բանակի տոնը, ինչ զգացողություններ է ձեր մոտ առաջացնում։ Շնորհակալություն, ճիշտ եք ասում, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ցավոք հայկական բանակը ճգնաժամ է ապրում, ինչպես պետական շատ ու շատ ինստիտուտներ, ցավոք երկրորդ Արցախյան պատերազմը մեզ համար ավարտվեց շատ ծանր հետևանքներով, բայց ուզում եմ շեշտել, որ հայոց պատմության մեջ հայ ժողովուրդը ավելի դաժան ու ծանր օրեր է տեսել եւ կարողացել է մոխիրների միջից որպես փյունիկ վերհառնել եւ ես այսօր իմ ընկերների, իմ թիմակիցների հետ այստեղ եմ, որ մեր զոհված հերոսներին, մեր ավակ եղբայրներին, իմ ու իմ ընկերների մարտական ընկերներին այսպես ցույց տամ, որ իրենց գործը կորած չի եւ մենք պատրաստ ենք մեր ուսերի վրա վերցնել այս բոլոր նահատակների կիսատ թողած գործը։ Ես այդ քայլը իմ ընկերների հետ ծանր պատասխանատվությունը վերցրել եմ արդեն ինձ վրա, այս տարին ցավոք սկսել ենք բավական պետական ճգնաժամի պայմաններում եւ այդպես էլ շարունակվում է, ես որևէ դրական բան դեռևս չեմ տեսնում, բանակը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության սիրտն է եւ այս օրով կարծես մարդու շնորհավորելն էլ չի ստացվում, որովհետեւ պարտության պայմաններում ինչ շնորհավոր ենք։ Մենք եկել ենք ուղակի լուր մեր խոնարհումը այստեղ ցույց տանք մեր ընկերներին, մեր ավակ ընկերներին եւ հաստատենք, որ մենք իրենց գործը կիսատ չենք թողելու եւ իրենց զոհողությունը ապարդյուն չի եղել, ինչպես շատերը պնդում են։ Ուզում եմ այստեղ մի դիտարկում ասացիք պարտության պայմաններում ինչ շնորհավորանք, բայց չեք կարծում, որ մենք իրականում ոչ թե հայկական բանակն է պարտվել, այլ մեր բանակը տարել են պարտության։ Սա շատ լուրջ կարևոր հանգամանք է, հետեւաբար մենք պիտի բոլորս մեր մեջ ուժ գտնենք, թիկունք լինելու մեր բանակին, հզորացնելու եւ հենց այդ կարևորագույն միտքը բացելու փակագծերը, ինչու մենք պարտվեցինք։ Պարտվեցինք, պատճառները շատ են, բայց շատ ճիշտ եք ասում, ինքս կամավոր մասնակցելով պատերազմին վստահաբար ասում եմ, որ հայոց բանակը իր առջև դրված շատ ու շատ խնդիրներ փայլուն կերպով է կատարել, բայց մենք խոսքը գնում է նաև քաղաքական եւ դիվանագիտական հարթակներում պարտություններից, որի արդյունքում էլ ձևավորվում է ոգու անկումը, որի արդյունքում ճիշտ չաշխատելու արդյունքում մենք ունենում ենք այսպիսի հարյուրավոր $200 վաճառվող դավաճանների դեպքեր եւ այս ամեն ինչը ունի իր խորքային պրոբլեմը եւ իր խորքային լուծումը։ Այդ լուծումն էլ, որ մեզ ստիպում է, այդ լուծմանը ձգտելն է, որ մեզ ստիպում է այսօր ավելի ակտիվորեն դրսևորվել եւ համախոհների հավաքել մեր շուրջ եւ ծրագրեր կազմել, որպեսզի այս ծանր ու ցավալի իրավիճակից կարողանանք դուրս գալ։ Ասացիք համախոհների համախմբման մասին, ես նկատում եմ, որ վերջի շրջանում դուք բավական ակտիվ քաղաքական գործունեություն եք իրականացնում ձեր համախոհների հետ միաժամանակ, մի քանի միջոցառումների ականատեսն եք եղել եւ ոչ միայն միջոցառումներ, այլ նաեւ համագործակցության ընթացք է
կարծես սկսվել է ձեր կուսակցության այսպես հետաքրքիր փուլերում եք, կխնդրեմ ներկայացնեք հետևյալ տեսանկյունից, մենք կարող ենք սա դիտարկել որպես քաղաքական հայտ, կոնկրետ այսպես քայլեր քաղաքական դաշտում իրավիճակ փոխելու։ Այո, կարող ենք դիտարկել սա որպես քաղաքական հայտ, որովհետև ելի եմ կրկնում, մեզ այս իրավիճակն է ստիպում, որպեսզի հավաքվենք, մտածենք եւ հասկանանք ինչպիսի լուծումների կարող ենք հանգել։ Մենք շաբաթներ առաջ հայ առաքելական եկեղեցուն սատարման երթ արեցինք, ցավով եմ նշում, բայց եկեղեցին դարեր շարունակ այսպիսի արհամարանքի եւ այսպիսի ծաղր ու ծանակի չի ենթարկվել օրվա իշխանության կողմից, ինչպես այսօր է, եւ մենք ստիպված էինք մեր աջակցությունը արդեն առարկայորեն ցույց տալ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այսօր եւս սա ես դիտարկում եմ առաջին հերթին քաղաքական այց, որովհետև այս զոհերի նահատակությունը ուրանալը քաղաքական որոշում է եւ մենք այսօր կանգնած ենք, որպեսզի այդ ուրացման դեմն առաջին հերթին առնենք։ Համագործակցության առումով բազմաթիվ առողջ անհատների եւ ուժերի ենք այս ընթացքում հանդիպել, շատ հետաքրքիր եւ խորը գիտելիքների տեր անհատներ եւ ուժեր ունենք, բայց խորհրդարանական ուժերին դա չի վերաբերում, որովհետեւ ես կարծում եմ, որ խորհրդարանական ուժերը իրենց մաքսիմումը արդեն արել են ամենայն հարգանքով, չեմ ցանկանա փնովել կամ քննադատել, բայց ես որևէ տեսակի համագործակցություն չեմ պատկերացնում։ Հանդիպումներ եմ ունեցել գեներալ Արշակ Կարապետյանի հետ, ում կողմից ներկայացվել է անվտանգային հայեցակարգեր եւ անվտանգային ճգնաժամի լուծումներ եւ երկու ձեռքով կողմ ենք եւ կանգնած ենք իր այդ ծրագրերի շուրջ։ Հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչների հետ եւ ես կարծում եմ, որ շատ շուտով մենք կկարողանանք այդ համախմբումը դարձնել ավելի մեծ շարժում եւ առողջ թիմի առաջնորդությամբ այդ շարժումը կհասնի, կվերահաստատի հայոց հաղթանակները։ Առիթից օգտվելով նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն կազմակերպվածության համար, որ դուք գնացել էիք Էջմիածին, Սուրբ Էջմիածին եւ այնտեղ ձեզ ընդունեց Սրբազան Արշակ եպիսկոպոսը եւ շատ շնորհակալ եմ նաեւ, որ ձեր համախոհների միջոցով նեցուկ եք լինում մեր եկեղեցուն, որ այո, երբևէ մեր պատմության ընթացքում այնչափ չի թիրախավորվել, որքան այսօր վերևի հրահանգով փորձ են անում իրապես ծնկի բերել հայ հոգեվորականին։ Եվ փոքրինչ ավելի այս արտախորհրդարանական դաշտի հետ կապված մեկ հարց եւս, ամիսներ առաջ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ուղերձով էր հանդես եկել, քաղաքական ուղերձ էր դա, լինելով ռազմական գործիչ, բայց տեսնելով երկրի այս իրավիճակը, նա հայտարարեց, որ այսպես քաղաքական գործընթացներ է սկսում եւ միայն համախմբմամբ հնարավոր կլինի իրավիճակ շեշտել մեր երկրում։ Դուք այդ շրջանակը տեսնում եք Հայաստանում, ընդլայնվում է, նոր ուժեր միավորվում են Արշակ Կարապետյանի կոչի համաձայն։ Միանշանակ ես տեսնում եմ, որ պարոն Կարապետյանը եւս լինելով առաջին հերթին մտահոգ հայ եւ հետո ռազմական գործիչ իր հանգիստ կյանքը թողել է եւ զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքականությունը դա բարդ process է եւ եթե մի անհատ իր առօրյա կյանքը թողնում է եւ փորձում է զբաղվել քաղաքականությամբ, լինելով հայրենասեր մարդ, դա միայն ծանր բեռ եւ պատասխանատվություն է։ Նորից կրկնեմ, ես ծանոթ եմ եւ շատ երկար զրույց եմ ունեցել պարոն Կարապետյանի հետ եւ երկու ձեռքով ողջունում եմ եւ կանգնած եմ իր անվտանգային հայեցակարգերի իրագործման շուրջ, իսկ այդ իրագործումը միգուցե նաև երկարատև եւ քրտնաջան քաղաքական process եւ աշխատանք է պահանջում։ Աստված բոլորիս պահապան, մենք էլ ձեզ ենք շնորհակալ հարցազրույցի համար։